Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, այսօր մայիսի 3-ն է, սա արդեն մեր թվով երկրորդ հաղորդումն է, չնայած որ մի փոքր հոգնած եմ, բայց այնուամենայնիվ որոշեցի պատրաստել ձեզ համար հաղորդում, քանի որ վաղ ամենայն հավանականությամբ մենք չկարողանանք պատրաստել հաղորդում կամ նույնիսկ եթե կարողանանք ավելի ուշ երեկոյան դա լինի, այդ իսկ պատճառով, քանի որ մի քանի կարևոր հարցեր կային քննարկելու, որոշեցի ձեզ չթողնել առանց հաղորդման։ Բնականաբար անդրադառնալու ենք Հայաստանին վերաբերվող հարցերի եւ միջազգային կարևոր հարցերի լայքերը անպայման են սիրելի հայրենակիցներ, ձեր աջակցությունը անսահման կարևոր է, շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր որ միշտ լայքի կոճակը սեղմում են, նաեւ կարող եք բաժանորդագրվել մեր ալիքին, մեկնաբանությունները եւս շատ կարևոր են, ինչի համար ես շնորհակալ եմ եւ հաղորդում ուզում սկսել մի կարևոր հարցից։ Նախորդ հաղորդման մեջ, եթե հիշում եք, անդրադարձել էի մամուլի ազատությանը Հայաստանում, այսօր մամուլի ազատության միջազգային օրն է եւ որպեսզի թույլ ըմբռնում չստացվի սիրելի հայրենակիցներ եւ տեսա շատ բազմաթիվ մեկնաբանություններ ձեր կողմից, ես կողմնակի չեմ, որպեսզի շատ խիստ ձևով պատժվեն լրագրողները եւ լրատվամիջոցները, խոսքը ազատազրկման մասին է, նաեւ ավելացնեմ այն, որ երկրի համար շատ վատ է լինելու նման ապագան, այսինքն ազատազրկելով լրագրողներին եւ փակելով լրատվամիջոցները մեծ վատ ծանր հետևանքներ կունենանք, հետեւաբար դեպի Եվրամիություն ճանապարհը կփակվի։ Իմ խորհուրդը, իմ միտքը հետեւյալի մեջն է, որ շատ ավելի ճիշտ կլինի ինչ որ կարգավորումներ սահմանեն լրատվամիջոցների համար, որպեսզի այդ դեղին մամուլը վերանա, սուտ ապատեղեկատվությունը, մարդկանց անձնական կյանքերի մեջ խառնվելը, անպատժելիության ընդհանրապես զգացմունքները, որ եթե լրագրող ես ամեն ինչ կարելի է, կարող ես հրել, հարվածել, մեծ սկանդալներ ստեղծել, այսինքն այդ ամենը պետք է նորմալ ձևի կարգավորվի, ընդհանուր առմամբ պետք է էթիկա գոյություն ունենա, եւ եթե այդ ամենը չսկսի գործել, շատ էլեմենտար բաների մասին եմ խոսում, այդ ժամանակ կարելի է մտածել որոշ պատժամիջոցների մասին, ուղղանքների մասին եւ այլն եւ այդպես շարունակ, բայց միանշանակ լրագրողներին ձերբակալելը, ես կարծում եմ, որ դա լուրջ խնդիր է ստեղծելու առաջին հերթին Հայաստանի Հանրապետության համար եւ փակելու է դեպի Եվրամիություն ճանապարհը, հետեւաբար իմ խորհուրդը լրիվ այլ է, որ պետք է նախ որոշ կարգավորումներ սահմանել, էթիկայի կարգավորումներ, որպեսզի լրագրողները ամենաթողությամբ չզբաղվեն, պրովոկացիաներով չզբաղվեն, պրովոկացիաներ չստեղծեն, չհարձակվեն եւ սուտ ապատեղեկատվություններ չտարածեն եւ բնականաբար այն լրատվամիջոցները, որոնք որ հատուկ ծրագրեր ունեն Հայաստանում եւ ֆինանսավորվում են օտար երկրներից, դրանց մասին եւս պետք է հանրությունը ուղղակի տեղեկություն ունենա, թե կոնկրետ ինչ քաղաքական նպատակներ են նրանք հետապնդում, խոսքը կոնկրետ դրա մասին է, թե չէ ես կողմնակի չեմ բռնությունների, ձերբակալությունների, ընդհակառակը ես կարծում եմ, որ մամուլը եթե ազատ լինի Հայաստանում, դա շատ կարևոր հայլ է լինելու դեպի Եվրամիություն, բայց քանի որ շատերը բարոյականությունից զուրկ են, դրա համար է ես այս ամենի մասին խոսում։ Ժողովրդավարությունը աշխատում է նորմալ զարգացած քաղաքակիրթ երկրներում, որտեղ որ նման հարցեր ընդհանրապես քննարկելն էլ ես կարծում եմ, որ զարմանալի կլինի, որ նման հարցեր քննարկին, բայց ես տեսնում եմ ինչ է կատարվում Հայաստանում, այդ իսկ պատճառով իրոք կարգավորումներ սահմանելու, մտցնելու կարիք կա, երևի շատ տրեյնինգներ է պետք անցկացնել, շատ է պետք խոսել նրա մասին, որ բարոյական իմաստով յուրաքանչյուր լրագրող հասկանա, որ իրենից շատ բան է կախված, քանի որ հասարակությունը օգտվում է իրենց ծառայություններից եւ հետեւաբար թե հասարակությունը պետք է իմանա թե ովքեր են այդ լրատվամիջոցները եւ լրագրողները, այսինքն բոլորի մասին պետք է տեղեկություն լինի եւ դրանից բացի պետք է լրագրողներն էլ հասկանան, որ իրենք չափազանց կարևոր մեծ պատասխանատվության գործ են իրականացնում եւ իրենց քայլերից, իրենց վարքից շատ բան է կախված։ Ու հետեւաբար, եթե այդպիսի լրագրողական որոշ կարգավորումներ մտցվեն, ես կարծում եմ, որ պետք է որ ամեն ինչ կամաց իր տեղը ունի Հայաստանում։ Հետաքրքիր հայտարարություն է այսօր արել Ռուսաստանի դեսպանը Հայաստանում Սերգեյ Կոպրիկինը եւ նա ասում է, որ Հայաստանը մեր մտերիմ դաշնակիցն է հարավային Կովկասում եւ առանցքային դաշնակիցն է հարավային Կովկասում եւ տնտեսական նաեւ գործընկերն է Ռուսաստանի Դաշնության։ Նա հիշել է հապկի մասին,
Հիշել է նրա մասին, որ Ռուսաստանի Դաշնությունը պարտականություններ ունի ՀԱՊԿ-ի շրջանակներում, ինչպես նաև երկկողմ պարտականություններ ունի Հայաստանի նկատմամբ, որի անդամ է մնում Հայաստանը, այսինքն ՀԱՊԿ-ի մասով, որի անդամ է մնում Հայաստանը, Ռուսաստանը պարտավորություններ ունի թե ՀԱՊԿ-ի մասով եւ թե երկկողմ, բայց անիմաստ հայտարարություն է ինչ-որ միտեղ, քանի որ մենք հասկանում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը ոչ էլ միտք ունի իր պարտականությունները կատարել։ Վերջին դիմումը Հայաստանի Հանրապետության ՀԱՊԿ-ի մասով դեռևս նորմալ արձագանք չի գտել, նույնիսկ ընդհանրապես արձագանք չի գտել։ Ինչի մասին է խոսքը։ Ես կարծում եմ այդ դիմումը այնուամենայնիվ ուժի մեջ է, դե թող գան եւ ազատագրեն Հայաստանի տարածքները, ինչպես որ դա ամրագրված է ՀԱՊԿ-ի կանոնադրության մեջ, բայց դրա մասին խոսք չկա եւ խոսք անգամ չի կարող լինել եւ հետեւաբար այդ խոսքերը կապերկինի հայտարարությունները որևիցե արժեք չունեն։ Հիմա անցնենք միջազգային կարևոր հարցերի, սիրելի հայրենակիցներ, Զելենսկիի հայտարարությունը բավականին լուրջ իրարանցում է ստեղծել Ռուսաստանի Դաշնությունում։ Զելենսկին ասում է, որ եթե 30 օրով ուզում եք հրադադար հաստատել, խնդրեմ, բայց այդ մի քանի օրվա հրադադարը չի լինելու, քանի որ Ռուսաստանի Դաշնությունը ցտում է դրանով խուսափել խնդիրներից, որոնք որ հնարավոր է տեղի ունենան շերտի ժամանակ։ Փաստացի Պեսկովն էլ անդրադարձել այդ հարցին, ասելով, որ ուղղակի դա բարի կամքի դրսևորում է Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից եւ կոնկրետ որևիցե պատասխան նրանք չունեն Ուկրաինայի իշխանություններից, բայց մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչի հետ է դա կապված։ Նույնիսկ տեղեկություններ կան, թե Վլադիմիր Պուտինը այդ շերտը պետք է ընդունի on-line ձևաչափով, չեմ կարծում ճիշտ ասած, բայց հետաքրքիր հումոր է տարածվում ամեն դեպքում լավն է, բայց երևի իրական են շատ տեսնում վտանգները, քանի որ Ռուսաստանի նախկին նախագահ Դիմիտրի Մեդվեդևը հայտարարությամբ է հանդես եկել, որ եթե Ուկրաինան հարվածի շերտին, այսինքն փաստացի ընդունում են իրանք, որ Ուկրաինան կարող է հարվածել շերտին եւ իրենց հայտարարությունները այդ մասին են վկայում, ասում են կարող է ընդհանրապես մայիսի 10-ը չլուսանա Կիևում։ Սա շատ դուրս սպառնալիք է եւ եթե նույնիսկ նրանք չկարողանան իրականացնել այդ սպառնալիքը կամ միտք չունենան իրականացնել եւ ուղղակի սպառնալիք է, որպեսզի խուսափեն ուկրաինական հարձակումից, սա նույնիսկ ցեղասպանության սպառնալիք կարելի է համարել։ Ինչ է նշանակում, կարող է ընդհանրապես Կիևի համար մայիսի 10-ը չլինել, ինչ ատոմային ռումբով են հարվածելու եւ միլիոնավոր մարդկանց են սպանելու, բավականին լուրջ հայտարարություն է եւ դա պետք է կարծում եմ ունենա բավականին լուրջ հետևանքներ, քանի որ դա արդեն ցեղասպանության սպառնալիք է, որպես ցեղասպանություն տեսած ազգի ներկայացուցիչ շատ ցավոտ եմ տանում նման հայտարարություններ։ Բայց Ռուսաստանի Դաշնությունը նաև փորձում է իր օգտին օգտագործել իրավիճակը եւ Պեսկովի այդ հայտարարությունը, որ դա բարի կամքի դրսևորում էր եւ բոլորը թող տեսնեն, թե ով է իրականում խաղաղության ձգտում, դրանք բնականաբար ես կարծում եմ, որ քաղաքական շահարկումներ են եւ այդ Մեդվեդևի հայտարարությունը, որին որ ես արդեն անդրադարձա, շատ ավելի լուրջ է դարձնում իրավիճակը։ Հետաքրքիր տեղեկություններ ենք ստանում նաև Թուրքիայից։ Թուրքիայի նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որ նրանք փակել են օդային տարածքը Իսրայելի բոլոր ինքնաթիռների համար եւ Բենյամին Նետանյահուի ինքնաթիռը բացառություն չէ։ Մենք խոսում ենք այն մասին, որ Նետանյահու մեկնելու 5-օրյա այցով Բաքու եւ կար նաեւ խոսք այն մասին, որ պետք է նրան չարգելեն Թուրքիայի օդային տարածքը օգտագործել եւ նա անխափան պետք է կարողանա մեկնել Բաքու, բայց ահա այդ հայտարարությամբ փաստացի դուրս է գալիս, որ Թուրքիան կարող է եւ խոստանում է նաեւ ինչ-որ մեկտեղ խոչընդոտներ ստեղծել, որպեսզի Նետանյահուն չկարողանա Թուրքիայի օդային տարածքով մեկնել Բաքու։ Իսկ սա նշանակում է, որ լարվածությունը չի նվազում Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ, հատկապես նրանից հետո, որ հիմա Իսրայելը հարվածներ է հասցնում Սիրիայում եւ փորձում է ներքին ապստամբություն ստեղծել, ազգամիջյան ապստամբություն, գիտեք, պատերազմական գործողություններ կան ազգային փոքրամասնությունների խմբերի միջև, որոնց որ փաստացի աջակցում է Իսրայելը, բայց այդպիսի իրավիճակ ոչ միայն Սիրիայում է, Պակիստանում եւս Բելուջիստանում բավականին լուրջ իրարանցումներ են սկսվել, դա առանձին մի շրջան է Պակիստանում, բայց ամենայն հավանականությամբ դա կապ ունի հիմա Հնդկաստանի եւ Պակիստանի հետ լարվածության այդ խնդրի հետ եւ Բելուջիստանում կան ազգային փոքրամասնություններ,
անջատողական մտքերով, որոնք որ երկար տարիներ ուզում են առանձին իրենց պետությունը ստեղծել եւ հիմա Բելուջիստանում կարողացել են այդ էթնիկ խմբավորումները վերցնել իրենց ձեռքը իշխանությունը եւ նույնիսկ արդեն ձերբակալություններ են տեղի ունենում եւ ոստիկանությունը փորձում են ենթարկեցնել իրենց, նույնիսկ ոստիկանության ներկայացուցիչներին են սկսել ձերբակալել։ Այսինքն Բելուջիստանում անջատողականները բավականին լուրջ հաջողությունների են հասել այս պահին։ Լարված է մնում իրավիճակը Պակիստանի եւ Հնդկաստանի միջև։ Գիտեք, Հնդկաստանը արդեն հայտարարել էր, որ Պակիստանի կողմից հրադադարի ռեժիմի խախտում է տեղի ունեցել եւ բոլորը սպասում են, թե ինչպես է հանգուցալուծվելու այս իրավիճակը։ Եվ վերջում կարևոր եմ համարում անդրադառնալ Եվրոպական միության կողմից տարածված հայտարարությանը այն մասով, որ Եվրամիությունը լուրջ ձևով դատապարտում է Ռուսաստանի այս գործողությունները Վրաստանի օկուպացված շրջաններում, որը որ տեղի ունենում առանց Վրաստանի իշխանությունների համաձայնության եւ Եվրամիությունը հստակ աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը, ինչը հստակ վկայում է այն մասին, որ այն լարվածությունը, որը որ կա Եվրամիության եւ Վրաստանի իշխանության միջև, որևիցե կապ չունի նրա հետ, որ Եվրամիությունը աջակցի Վրաստանին, այլ ճիշտ հակառակը Եվրամիությունը շարունակում է աջակցել Վրաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությունը ու դատապարտում է Ռուսաստանի գործողությունները Վրաստանի օկուպացված շրջաններում։ Դա չափազանց կարևոր է։ Հիշեցնեմ, որ Վրաստանի արտգործնախարարությունը եւս արձագանքել էր եւ քննադատել էր Ռուսաստանի Դաշնության այդ գործողությունները օկուպացված շրջաններում։ Հիմնականում այսքանը, սիրելի հայրենակիցներ, վաղը տեսնենք, եթե ստացվի երեկոյան անպայման հաղորդում կպատրաստենք, թե չէ մնա դա արդեն երկուշաբթի օրը։ Հաջողություն եմ ցանկանում բոլորիդ, տնտեսություն, կհանդիպենք։